Բարև ձեզ, Արմլուրի տաղավարում զրուցելու ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ ենք մեզ շմերժելու համար։ Պարոն Չալաբյան, մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում տեսանք, որ միայն 5 ուժի հաջողվեց անցնել շեմը։ Ինչ կարող ենք ասել, արդյոք այստեղ ընդդիմությունը հաղթեց։ Փաստացի եկեք արձանագրենք հետևելը, հա։ Գործող իշխանությունը հավաքել է 36.5%, ընդդիմադիր 4 խմբակցությունները, որոնք անցել են շեմը, միասին հավաքել են մոտավորապես 50% ձայներ, ընտրողների, որը նշանակում է, որ հավաքական ընդդիմությունը, այո, կարողացել է հաղթել գործող իշխանությունը։ Դա մեկ արձանագրում, երկրորդ արձանագրումը, որպես մարդ, որ այդ ընտրություններին մասնակցել է ներսից անմիջականորեն ղեկավարելով Հայաքվեի դիտորդական առաքելությունը, կարող եմ ասել նաև, եւ դա մեր վերջնական զեկույցի մեջ է ամրագրված, որը մենք մինչև շաբաթվա վերջը կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, գործող իշխանությունը հսկայական քանակությամբ ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառել, դա բացահայտ է, արձանագրված է, մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի ապահովի նույնիսկ այն արդյունքը, որ նա ապահովել է, որովհետև եթե այդ կարգի ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվեր, համոզված եմ, որ գործող իշխանության արձանագրած արդյունքը շատ ավելի համեստ կլներ, մասնապես իդեպ Փարագարում նա ավելի համեստ էր, թեև այնտեղ էլ է բավական մեծ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառվել, բայց փաստացի ավելի համեստ էր, 32% են ստացել ձայների։ Գյումրիի դեպքում նույնիսկ 30% չէին հավաքի, եթե այդ կարգի ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվեր։ Նա մնացած էին իրենց վստահված անձիկ ընտրական տեղամասում ցուցակներով ստուգում էին, թե ով է եկել իրենց համար քվեարկելու, որովհետև մարդկանց ըստ էության նախապես զգուշացրել էին, որ պետք է գան իրենց համար քվեարկել։ Ցավոք մեր ընտրական օրենսդրությունը եւ քրեական օրենսդրությունը այստեղ որոշակի բացեր ունի, որը լավ կլիներ, որ ժամանակի ընթացքում լրացվեն, որպեսզի ադմինիստրատիվ պարտադրանք հնարավոր չլիներ այդքան հեշտ մարդկանց նկատմամբ կիրառել։ Ընդդիմադիր 4 ուժերն հայտարարեցին, որ Գյումրին այլևս ԿՊԵ-ական թեկնածու չի ունենալու, բայց տեսնում ենք, որ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջև առայսօր էլ այդ անհամաձայնությունները կան եւ չեն հարթվում։ Ի վերջո, ինչ հանգուցալուծում է ունենալու Գյումրիի ընտրությունները։ Ընտրությունները արդեն հանգուցալուծում ունեցել են, եթե դուք ինձ հարցնում եք նրա մասին, թե քաղաքային իշխանությունը ինչպես է ձևավորվելու, ես կարծում եմ, որ պետք է սպասել ապրիլի 16-ին, երբ որ կլինի հավաքանու առաջին նիստը, հա, բոլոր դեպքերում բոլոր տեխնացիաները արդեն որոշակի իրաց դիրքորոշումը հայտնել են, Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ ինքը պատրաստ է ստանձնել քաղաքապետի պաշտոնը, Ռուբեն Մխիթարյանը ասել է, որ ինքը պատրաստ է աջակցել, Կարեն Սիմոնյանը ասել է, որ ինքը պատրաստ է աջակցել, եւ Մարտուն Գրիգորյանը ասել է, որ թեև ինքը չի աջակցում անձամբ Վարդան Գրիգորյանին, բայց նրա Ղուկասյանին, բայց որպեսզի ԿՊԵ-ական քաղաքապետ չլինի, նա անհրաժեշտ քանակությամբ ձայներ պատրաստ է ապահովել առանց որևէ ակնկալիքի։ Հիմա եթե ելնենք բոլոր այդ հայտարարություններից, ապա կարելի է ենթադրել, որ ապրիլի 16-ին պետք է ձևավորվի նաեւ համայնքային ընդդիմադիր գործադիր իշխանություն, բայց եկեք սպասենք տեսնենք, ես չեմ ուզում դրա հետ կապված որևէ կանխատեսում անեմ, հիշեք, որ նաև մենք որպես դիտորդներ որոշակի քաղաքական չեզոքություն պետք է պահպանենք այդ հարցում, առնվազն մինչև այդ ավականու առաջին նիստը կլինի, դրանից հետո մեր դատողությունները կարող ենք անել։ Եվ վերջում նաև այսպիսի մի հարց, Գյումրիի ընտրությունները ինչպես կանդրադառնան 2026 թվականի համապետական ընտրությունների վրա։ Կարծում եմ, որ Գյումրիի ընտրությունները կարևոր ստուգատես են եւ բոլոր ուժերը, որոնք մասնակցում էին Գյումրիի ընտրություններին, եւ նույնիսկ նրանք, որոնք չէին մասնակցում անմիջականորեն, բայց առնչվում են, ինչպես մենք օրինակ, շատ լուրջ են վերաբերվել այդ ընտրություններին եւ պատահական չի, որ ընտրությունների քարոզարշավի մեջ օրինակ շատ մեծ ռեսուրսներ են դրված, դա ակնհայտ էր, պատահական չէ շատ բարձր ընտրական մասնակցությունը Գյումրիում թիմ ընտրություններին մասնակցել է 25 թվականի թիմ ընտրություններին մոտ 80% ավելի շատ ընտրող, քան թե 21 թվականի թիմ ընտրությունները, դա հսկայական տարբերություն է, համարեկրկնապատիկ թվով ընտրողներ են եկել ընտրությունների, հա, որը նշանակում է, որ ընտրական ակտիվությունը շատ մեծ էր եւ բոլոր եւ մասնակից քաղաքական ուժերը եւ մասնակցող ընտրողները այդ ընտրություններին վերաբերում էին ոչ թե որպես պարզապես շարքային հերթական թիմ ընտրություններ, այլ ստուգատես համապետական ընտրությունից առաջ։ Եվ ես կարծում եմ, որ արդյունքները այդ իմաստով շատ իլյուստրատիվ են եւ շատ կարեւոր է, որ համապետական ընտրություններում այդ արդյունքը առնվազն ընդդիմությունը կարողանա կրկնի, իսկ ինձ թվում է, որ նաեւ պետք է գերազանցել այդ արդյունքը եւ որևէ շանս չթողել գործող իշխանությանը վերարտադրվելու։ Շնորհակալ ենք։ Հիշեցնենք, որ մենք զրուցում էինք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։